Բաց տեղ չենք թողնում, որի տեղերն է կսեցինք։ Բոբոք եմ շախ տալիս։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք։ Մի քանի օր ես ճիշտ է հոլովակներ եմ տեղադրում, ասենք մի 10 օրվա առաջվա, բայց ես հոլովակներ չեմ նկարահանել թազա, որովհետև հիվանդ եմ եղել, հիմա էլ եմ հիվանդ, ընկլանն բանը կեղծերս էլ լցվել, տաքություն, 39, հիմա էլ այդքան լավ չեմ, բայց որոշեցի, որ ինչքան պարկած մնում ես, այնքան ավելի ես ծանրանում, չնայած չեմ էլ պարկում, որոշեցի միասին մի հատ շատ քաղցր ու հեշտ խմորեղեն պատրաստենք։ Իսկ այդ խմորեղենի համար ինչ է հարկավոր սիրելիներս, սա մոտիկացնեմ, որ լավ երևա։ Ուրեմն հարկավոր է, այսինքն դուք ձուն ինչքան ուզենաք, այնքան կօգտագործեք, եթե ուզում եք շերտը ասենք բարձր լինի, 5 հատ ձու եմ վերցրել, 1 բաժակ շաքարավազ, 1 պտուղունց աղ եք լցնելու, 150 գրամ հալեցրած կարագ, արդեն պատրաստ է, մեզ պետք է ջեմ կամ ծիրանի կամ դեղցի, ես պոպոկ ունեմ մանրացրած, պոպոկ էլ եմ օգտագործելու, խմորեղենը պատրաստելու եմ, ռուլետը ոնց եք պատրաստում, այն նման բեզ եմ սարքելու ու էլ ձևով պատրաստելու, դե գնացինք սիրելիներս, անտերը հալա հազում եմ, հազս էլ չի աղսկել, շատ ուժեղ խոսում եմ, լավա չէ, սենց երևում է, ստեղից կլիացնենք, սրան գրենք մի կողմի վրա, ուրեմն առաջինը խփելու ենք ձու, քանի որ ասենք ուրիշ տեսակ եմ անում այդ խմորեղենը, ռուլետ չի, ես ձուն դեղնուցը և սպիտակուցը իրար հետ եմ խփելու, ես սա կպատրաստեմ, դուք էլ անունը կդնեք, մեկնաբանության մեջ, անունը կդնեք սիրելի հետևորդներ, առիթից օգտվելով, սիրելիներս չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, կիսվել, ամենակարևորը սեղմել զանգակ կոճակը, սիրելի հետևորդներ ջան, երբ որ ես հոլովակը տեղադրում եմ, ասենք ես ընդհանրապես 1:30-ից հետո եմ տեղադրում, 1:30-ից իմ ժամը գնում արդեն, մինչև ժամը 8-ը, եթե կարողանում եք, չեմ պարտադրում, դա ձեր գործն է, ձեր կամեցողությունն է, եթե կարողանում եք, մի քիչ շուտ նայեք, որ ինքը գրվի, կարող է մինչև առավոտը 1000 դիտում ունենա, բայց իրա մոտ ժամ կա, եթե 1000 դիտում ունենում հենց այդ իրա ժամվա ընթացքում, ինքն ասում է շատ լավ է, բայց որ չէ, ասում է դե վատ չի, ուրեմն այդ 1000 իրան համար վատ չէ, եթե ինչքան կարողանում եք, մինչև ժամը 8-ը ձեր լայքը դրեք, նայեք սիրելի հետևորդներ ջան,
մի պտունց աղավելացնեմ և խփում եմ միքսերը և որպեսզի ձեզ շատ չձանձրացնեմ մի քիչ հետո նորից կմիանանք Ասպես շարունակ, բաժակը միջև վերջ, շաքարավազը միջև վերջ կավելացնեմ, հետո նորից կմիանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ, մեր արդեն բեզեն պատրաստ է, բեզերը պատրաստ։ Ավելացնում եմ կարագը, ավելացնում եմ մեկ ճաշի գթալ ըխրեցուցիչ, սա թողնեմ, որ ալուրը լցնեմ, սա եմ մի կողմի վրա, որ մեր չխագարի։ Հիմա ձեզի հետ ալուրը լցնում եմ քիչ-քիչ մաղում և խմորը պատրաստում։ Ասեմ, որ փափուկ խմոր եմ պատրաստելու, ձեռքերի օգնությամբ պետք է բացեմ ու դնենք թխելու։ Կամաց խառնում ենք։ Շատ հեշտ թխելու խմորեղեն է։ Ասում, ես անունը չգիտեմ ինչ դնեմ, անունը կթողնեմ ձեր վրա, դուք ձեր մեկնաբանություններում կգրեք, որ ես ուշ չկա, որ խոսամ։ Սիրելի հետևորդներ ջան, երբ որ խմորը պատրաստ կլինի, նորից կմիանանք, ձեզ չձանձրացնեմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, նայեք, խմորը պատրաստել եմ, ձեզ շերեֆով էլ պատրաստել եմ, նայեք, տեսեք, ոչ շատ պինդ է, ոչ էլ փափուկ է։ Հիմա ես սա կլցնեմ ջեռոցի թավայի մեջ, մի քիչ ուսանյութ եմ լցրել տակը, որ նոր խմորը դնեմ վրան չկպնի։ Չնայած խմորի մեջը կարագ ունենք, իսկ հիմա չի կպնի, բայց ապահովության համար մի քիչ մեկ ճաշի գթալ բուսանյութ եմ ավելացրել։ 4 կողմով քսում եմ։ Չորս կողմով քսեցի։ Հիմա մեր խմորը իջացնեմ տավայի մեջ։ Հիմա ձեռներով սիրուն բացում եմ, բայց յուղային մաս կաց չի կպնում ձեռներիս, հավասար այսենց բացելու ենք։
Մածեր չձանձրացնեմ, երբ որ բացեմ վերջացնեմ, նորից կմիանանք։ Ուրեմն սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք, ձեռքերով բացեցի։ Ես մի շերտ եմ անելու, ուրիշ շերտ չեմ անելու, հետո կկիսեմ, կդնեմ իրար վրա։ Դե հիմա ջեռուցը դրել եմ տաքանա, կդնենք 180 ջերմաստիճանի տակ, մինչև կթխվի, երբ որ կթխվի, նորից կմիանանք սիրելի հետևորդներ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, արդեն թխվել է։ Հիմա մեջից կիսում եմ, ոնց կարելի անել, սենց կիսեմ, թե նենց կիսեմ, ուսնեք մեկ է։ Մենակ հավասար պետք է կիսվի։ Ստեղ եզրերը կտրեմ, որ փշուրները ցանեն կերեսի։ Սրբիչը շատ մաքուր էր, ուղղակի տակն էի դրել, որ ասենք սեղանը չվառի։ Հողացել է, անոնք անել, այս մի կտոր է։ Հիմա պետք է տակից պոկենք։ Ես մի եզրն էլ պոկվեց, բայց ոչինչ։ Սրա վրա կսում ենք, սպասեք ես էլ պոկենք, որ հետո չդժվարանա։ Հեշտությամբ պոկվում է, էլի դժվարություն չկա։ Ես էլ ես մյուս կտորը։ Մաստեղ ծիրանի ջեմ ասել հետևորդներ, ծիրանի ջեմ եմ կսում։ Ոնց որ դառնա պերոկ, էլի, պերոկի նման մի բան լինի, ես անունը ոնց որ դնեմ պերոկ, մնացածն էլ դուք դրեք, ձեզ համաձայն եք, որ պերոկ է, թե չէ։ Կարող եք
ծիրանի ջեմ քսել, դեղցի ջեմ քսել, ինչ որ ասեք ձեռների տակ ունեք։ Կարող եք կրեմ սարքել քսել, ոնց ցանկանում եք։ Ես մի երեսը քսեցինք, պոպոք էլ ցանում ենք վրա, երևում է, չէ՞։ Չսենց կառնա։ Այս մյուս շերտներ դնում ենք վրա։ Ես դնենք, որ ես մի կողմը բարակ է եղել։ Ասել չափով նստի։ Սելի հետևորդներ, դες շատ չզբաղացնել, մի քիչ հետո նորից կմիանանք։ Վրան պոպոք եք ցանում, եւ ես իրան փշուրները, որ կտրել էի կողքերանքից, ես էլ իրան փշրանքներն է։ Նստում ենք վրա։ Հիմա կտրտենք։ 1, 2, 3։
Սիրելի հետևորդներ ջան, սա է մեր անունը դնենք բերոք, մեր բերոք։ Համեր շատ սիրելի հետևորդներ ջան, սա է մեր բերոքը, ես բերոք եմ դնում անունը, չգիտեմ դուք ինչ կանվանեք, մեկնաբանությունում կգրեք։ Համեղություններ չեմ համտեսել, հեսա համտեսեք ու ձեզ կասեմ։ Շատ փափուկ, փխրուն, համեղ է ստացել։ Դե բարձրությունն եք տեսնում, որ ինչքան լավ է բարձրացել։ Սիրելի հետևորդներ ջան, չուզեցա ձեզ թողնեմ առանց հոլովակ, ես հիվանդ վիճակով ձեզ համար հոլովակ եմ նկարահանել։ Սիրելիներս չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակ։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ ձեր լավ մեկնաբանությունների համար, գեղեցիկ խոսքերի համար։ Եղել է ժամանակ, այսքանի օրը որ չեմ պատասխանել, դե հիվանդ եմ եղել, այդքան ուժ չունեի, որ ես բոլոր մեկնաբանություններին պատասխանեմ, սիրելիներս։ Ձեզանից շատ շնորհակալ եմ, ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակի։ Ստեսություն ձեզ։